Փարիլիսեներ այսօր նոյեմբերի 1-ն է եւ գիտեք ինչ ասելը չէ որ հոկտեմբեր ամիսը 2006 թվականին վերացավ եւ ադոր հետ հայկական մշակույթն է վերացավ քանի մեր հբարդությունը հոկտեմբեր ամսվա ընթացքին հայկական մշակույթի ամիս կոչելով կհբարդանանք որ մենք հայ ենք երկրակունթի վրա իսկ նոյեմբեր 1-ին ինչպես որ գիտեք արդեն ամերիկայի տարածքին կոհապանության դարեթարսը բիդիկա դոնը բիդիկա ատքի դո գիտեք նոդարվա քնումներ արև դուրներ եւ հայկական մշակույթը 12 ամիսի հետ նորեն գանտրատարանանք նրա մասին եւ այսպեսով իրականչոր ադու եւ որ փայլույս գսենք իրարու կարծեմ պետք է անդրադառնանք որ մեր մշակույթը ոչ թե միայն թե հոկտեմբեր ամսվա համար է այլ դարվա 12 ամիսներուն հայը միշտ պետք է եւ բարդավոր է քանի որ այսօր նայեցեք ինչ առավելություն են զայված է մեզի որ ապրելով ամերիկայի միացյալ նահանգներում մեջ հայկական մշակույթի դվյալները կդարածենք բայց ով է ընդունողը սա երկրորդական է ինչ վեսեներ իմ այսօրվա փայլույսով արդեն վստահ եմ որ հուշագեցիք այս բաստարի նկար տեսնելով որ հյուր ունիմ եւ իմ այսօրվա հյուրս բարոն Հրանտ Դինքն է բարես եկած բարոն Հրանտ գարցեվով եթե գուզենք ցեզ ներկայացնել ագոստ 1-ի խմբակիրը ագոստ 1-ը ուր կհրատարակվի քանի տարի է կհրատարակվի եւ ինչ է 1-ի նպատակը Ագոստը Իստանբուլի մեջ, Պոլիսի մեջ կհրատարակվի եւ սա արդեն 11-րդ տարին է որ մեջն ենք մտած եւ 1996-ի Սուրբ Զադիգին ելավ թերթ առաջին անգամ եւ թրքերեն ավելի լեզուգը կորզածի իր 12 էջերուն 10 էջը թրքերեն 2 էջը հայերեն լեզուգը կորզածի եւ ընդհանրապես 1800 դպականակով սկսած ենք եւ այսօր մինչեւ ասանք 6000 դպականակ եւ գշարնակվի արդեն այսպես եմ սպիրկի մեջ շատ ընթերցող ունենք որ բոլիսեն արդած հաղման քաղտած զանազան երկիրներ աշխարհի 4 կողմը ինչպես Ամերիկայի զանազան նահանգները, Եվրոպայի զանազան երկիրները եւ քաղաքները, ինչեւ Ավստրալիա, Միջին Արևելք, Հայաստան, ամեն կողմ ընթերցող ունենք նաեւ ոչ հայերը, թուրքեր ուղագի, 1000-ի մոտ թուրքեր կգարտաններ թերթը, որ անոնց մեջ կարևոր դեմ կգրավեն նաեւ իսլամացած հայերը թիվը որ սկսած են Անադոլի մեջ զանազան դեղերը մեր թերթերը ուզել եւ սկսել գարտալ անշուշտ մնացածը համայնքն է որ գարնել գարտա թերթի փոխանցագությունը ինչ նյութեր կներկայացնի ընդհանրապես քաղաքական թերթ ենք մեր մյուս թերթերը մինչև այսօր մշակույթը մեր եւ այսպես ասենք մեր դողմին կավակտությունները պահպանելու համար չանք տապեցին նամանավանդ լեզուն պահպանելու համար մեծ չանք տապեցին բայց մեր թերթը ընդհանրապես ելավ մի քանի նպատակներով արդեն որ օրվա բահանջքները մեզի գստիբեին թե ինչի են այդ բահանջները նախ եւ առաջ այս թերթով գրվելու համար ելանք մեջտեղ պիտի գրվենք մեր բեդության հանդեպ մեզ իրեն կորզած անիրավությունները իրեն երեսին զարնելու համար պիտի գրվենք մեր իրավունքները բանջելու համար պիտի գրվենք մեր պատմությունը բանջելու համար պիտի գրվենք նույնադեն որ ավելի ժողովրդավարական երկիր մտարնանք լավ քաղաքացիներ լանք հետո համայնքի մեջ որբեսի պիտի գրվենք իբր ինտիմատիր զանազան այսպես ասենք դգարություններու սխալություններու դիմաց սա մեր առաջին նպատակներ գրվել եւ պաշտպանել գրվել եւ պաշտպանել որովհետեւ պիտի պաշտպանենք քանի որ ալ հայ բարը Թուրքիո մեջ այդ ժամանակներուն 10-11 տարի առաջ դարձած էր գարձես հայոյանք ամեն օր հերադեսիլներու մեջ թերթերու մեջ հայու հասցեին անարքանքներ գիմանային կլսեինք
քրդական հարց կար Թուրքիո մեջ, քրդական հարցը գբերած էին հայկական հարցին եւ գանարք էին հայությունը եւ մենք օրմո ստիպեցանք ելալ եւ ասել որ ոչ մենք ծեր բատմած հայի չենք, մենք մեր բատմած հայը դիտելանք եւ ծեր հասկացած լեզվով մենք ցեզի պիտի բատմենք թե մենք ինչպիսի հայեր ենք միակ թերթն է որ թրքերենով գարադարակվի միակ էինք հետո մեր մյուս քուրդ թերթերեն մեկը մարմարանալ սկսավ ամեն շաբաթ թրքական հավելված ցագանը հրադարագել մինչև այսօրիս մտածելակերպի նորությունն է որ հայը իր բահանջը բահանջի թրքերենով մենք ընդհանրապես միշտ հագա ենք որ թրքական մշակույթ թրքական դվյալներ եւ չենք անդրադառնալ որ մեր փուն հարցի լուծում դերդվողը պիտի թուրքը լա եւ թուրքը հայերեն չի հասկանար օդալ լեզուն հայերեն կարեւոր չէ ուրիշ բան մի եւս ասեմ ինչ կորզը պիտի բանչենք սիր մենք ավելի սանգս ենք մեր հայությունը պիտի պահպանենք ոչ թե հայերենով թուրքերենով կամ մեր հայությունը պիտի բահանջեինք մեր ինքնությունը պիտի պաշտպանեինք իրենց հասկացած լեզվով մեր տերտին նվադակ ադիգա էր ուրեմն թուրք մտավորական համալսարանի ագոսը արավ մերտեր տարավ ուղագի իրեն PhD թեզը լալով մեջտեղ դրավ եւ միայն ագոսի մասին աշխատություն մդարավ 3 տարվա եւ անոր մեջ ագոսը գիշե սաբես կսե որ ագոսը գնմանի երբ լեզվի դեսագեդե գնայիս ագոսին կարծես թե նահանջ մնե հայության համար բայց եթե լավ նայիս ագոսին կդեսնես որ ագոսը թեպի յետ քաշված արչև նետվելու համար յետ քաշված դադույմը կամ վակրիմը գնմանի որ թեպի ավելի արչև պիտի ցածկի այս բոլոր իրավիճակը գոյություն ունենա Թուրքիո սահմաններեն ներս եւ ինչպես որ ժողովուրդը աշխարհի ժողովուրդը գիտե որ նույնիսկ Թուրքիան օրենք հանած է մեջտեղ որ չես կրնա թուրքականության թեմ ներգայանալ այսինքն մանավանդ հայկական հարցի կապակցությամբ եւ արդեն առաջին թիրախներից մեկը դուք դարձաք որ ցեզի թադաբարդեին կամ որոշ քրեական աշխատանք տանեին ցերտեմ խնդրեմ ադու մասին անդրադառնաք սանգս ենք այսինքն թրքություն անարգելու հարցը ես ալշատ ճիշտ չեմ գտնել բնավ ճիշտ չեմ գտնել շատ մեկտի տրեք որովհետեւ անարգել ովևէ ուրիշ ասկմը ուրիշ գրոնկմը ուրիշ տարբերությունը սա ռասիզմ է ուղղակի ռասիզմ է եւ ցղամոլություն է ադիգա ասկայնամոլություն է եւ ինձ հարցնեք մենք հայությունը անանք հանցանքի մեջ երբեք միասին պետք չէ անվանվենք եւ մեզի չվայլեր ադիգա բայց Թուրքիո մեջ դարբերը բանը որ գսես որ իրենց հագարակ կուկա այնադեն գսեն թուն իմ թրկություն անարգեցիր այսինքն եթե ասես որ նայ վերը ամգա ինքը ինձ գրնասել գարձես թե ես իրեն փաթես ասած եմ հասկնաս այսպես ծավալորումով գնեն մինչդեռ մենք ուղագի մեր պաշտպանությունն է որ գնենք ոչ թե թրկություն անարգելու համար մենք մեզ պաշտպանելու համար եթե հոն անարգանք գա այդ երկրի մեջ եւ մինչեւ այսօր եղած է ոչ թե թրկությունը անարգված այլ հայությունը կամ մյուս փոքրամասնությունները միշտ անարգված են եւ դա գավինալ գանարկվին բայց բաժական օրենքի մեջ եթե նայեք չկա ովևէ բաժական մասը որբեսի պահպանի մեր իրավունքները որ մեզի գանարկեն ես կհիշեմ ներքին նախարարը որ ելած էր մեգում համար ասած էր որ հայուձին ասած էր այսինքն հայուձին գիտես ձին բարը գենտաններու համար գործածես բայց գործածած էր ադիգա եւ ուղղակի հայոյելու համար գործածած էր ուրեմն չկա իսկ քալով մեր վիճակին որ թրկության անարգությամբ թադարան անցնված ենք սա եղած է մեր գլխում 3 անգամ եկավ առաջինը 3 տարի առաջ Ուրֆայի մեջ բանախոսություն օրած է եւ ինձ հարցված հարցումի պատասխանելով ասած էի թե ոչ ես թուրք չեմ այդպես հարցված էր բարդև ինձ հարցում ես թուրք չեմ թուրքիացի եմ եւ հայ եմ միայն այս նախատեսության համար ինձ դատարան անցնեցին եւ 3 տարի դեվեցած դատարանը թե թուրքություն անարգած եմ
Եվ ամբար դարձակվեց ատկի 3 տարի վերջ։ Իսկ անցյալ դարի մեկ քրությանս համար, որ իմ թերթի մեջ գրածի, հայկական ինքնության մասին հոդվածներու շարք էր, որոնց մեջ հայ ինքնության մեջ թուրքը ինչ թեր ունի, անոր մասին գխոսի, եւ գկրի այդ քրությանս համար, ինձ համար նորեն տադարան դվին եւ ցավոք սրտի 6 ամսվա փանդարգություն դվին եւ հիմա գսպասեմ որ այդ միջոցառումը պաշտոնական գերբով լմնա որպես ես կարենամ եվրո միության տադարան թիմելի իմ իրավունքը պաշտպանել համար 6 ամսվա փանդարգություն դվին բայց ադիգա հիմա հետացկեցին Եթե ուրիշ նույն բադիժը կործեմ եւ այսպես այն ադեմ վրան պիտի պարտվի ադիկա 6 ամիսը պիտի պարտվի եւ բարաբալ չգեցան անմիջապես բացին հիմա նոր տադմի 301 կգոչվի այդ համարը անգե որովհետեւ վերջերս Reutersաժանսի դվածի պատկամը որոնք ինձի արծային թե ըստ ցեզասիգա ցեղասպանություն էր 1915-ին եղածը թե չէ ես ասացի անշուշտ ցեղասպանություն է Քանի որ 4000 տարի այդ երկիրի մեջ այդ հողերում վրա ապրած եւ մշակույթն ու մեջտեղ բերած ժողովուրդն ալ ինքնալ չգա իր մշակույթն ալ ոնց չգա սա ուրիշ որփարով կարելի է հոլովել Այսօր համար հիմա տատպացին թե նորեն թուրքությունը գանարկեմ ասելով Միշտեր ես ցեղասպանություն էսի թուրքը չանարկեցի Դեսնենք այդ տադը բիդեսկսի մարդամսվա մեջ 2007 թվականին նոր տադմն է բիդեսկսի տեսնենք մինչև որ բիդասնի Ուրեմն հիմա ազատ եք որ ջամփորդեք երգիրը ինձի բանի բադիժ դակավին չէ դրված որ չեմ գնար արտասահման ելալ բայց հիշեմ որ մինչև 49 տարեկանից արդեն այդպիսի բադիժ ունեի դրված էր եւ ես դուրս չէի գնար ելալ այցելել 49 տարեկանից այդ բադիժը մեջտեղ եմ վերցվեցա հիմա парк աստծո 7 տարի ունիմ այդ իրավունքը Քիչ ծեր խոսքի մեջ անդրադարձակ որ իսլամացած հայեր կամ թրքացած հայերը ասենք որ արդեն իսլամական գրոնք իրենց մեջ ընդգրկած են եւ արդեն սկսած են ագոստերթը ստանալ եւ գարտալ Դարբեր դեղեր, դարբեր միջավայրերում մեջ թիվեր կան, որ կդարածվին, որ այսօր թեգուզ Թուրքիո մեջ կա 1 միլիոնի ավելի հայեր, որ իսլամացած են։ Արդյոք այս դերեկությունները փաստված են, թե բարձրապես խոսքեր են։ Անշուշտ փաստված քիդական ոևե դվյալ մչիգա մեր ցերքի մեջ, ոևե հայ պատմականն, ոևե թուրք կամոդար պատմականն այս ուղղությամբ աշխատությունը մասնավոր չէ դարած։ Սանազան քիրքերում մեջ դեղություններ կրնան քաղել։ Ես քիչ մանոր վրա ուսումնասիրած եմ, բայց որքան գտեսնամ եւ մի մեջը ապրելով գտեսնամ, որ քիչ չէ այդ տիվը, քիչ չէ, բայց որքան է չեմ գիտեր, այդ 1 միլիոն տիվը հիշենք, որ ոչ թե ժամանակին 1 միլիոն իսլամացած են։ Հիմա անոնց թորնիկները եւ իրենց սերունդը, նոր սերունդները դերևս այդ ավելիալ։ Եթե ինձ ասնեք ավելի որտեղ գարտ մդեղեր գիշվի 150,000 ավելի միայն մանուկներ եւ բզդիկ աղջիկներ արդեն մնացած են զանազան կամ առնված են թուրք ընտանիքներով, քուրդ ընտանիքներով մասնավորապես առնված։ Հետո զանազան քյուղեր եւ հարյուրավոր քյուղեր ուղագի որբեսի իրենց կյանքը բրգեն ուղագի իսլամացած են այդ ժամանակվա անոնք կան եթե իմանայիս անոնց թիվը շատ է եթե ինձ հարցնես ոչ թե 1 միլիոն մի քանի միլիոն ես կխորեմ որ գա եւ սա լսեմ որ ցեզի վերջերս սա վերջին 10 տարվա ընթացքին փոփոխություն մգա այդ երկրի մեջ ոչ թե ամենուն կո բայց բոլոր Թուրքիո ընդհանրության մեջ սկսված այդ հարցի մասին խոսվի զանազան անցեր գելան գխոստովանին գկրեն իրենց թե մայրը մեծ մայրը հայեր սայեր նայեր եւ այլն ցելով քիրքեր գրադարագեն գելան մեջտեղ գխոսին ես կխորիմ որ
ժամանակին 10 տարի վերջ սա հարցը ավելի բարձրացած Եվ կգարձեք, որ մենք իբր հայեր երկրակունթի վրա պատրաստ ենք ընդունելու մի քանի միլիոն իսլամացած հայեր, որ հբար դլան իրենց հայկականությամբ եւ հբար դլան իրենց հավատքով։ Եվ ահա վասիկ կա հարցը այստեղ, որ մենք հայերս միշտ կսենք, եթե հայ ես քրիստոնյա ես, բայց պիտի բացահայտվի եւ գենթացում 10 տարին ավելի առաջ կբացահայտվի, որ մեծ թիվով ոչ քրիստոնյա հայեր մեջտեղ պիտի կան եւ իրենց հբարդությունը հայրենալով։ Սա ասեմ, նախ եւ առաջ ասկը լալը դարբեր բան է, բեդությունը լալը դարբեր բան է։ Եթե ասկես, միայն ասկես, տուն գրնաս բաղբանողական թիրք գրավել, ասկությունուց զանազան բաներով արդայդել, նախատասություններով արդայդել, որոնց մեկն է քրիստոնեությունը։ Եվ իրավունքալ գունենաս, քրիստոնյա հայ գրնաս կոչել։ Բայց հիմա ասկ չենք միայն մենք, նույնադեմ բեդություն ենք։ Եվ ասկլալ է բեդություն բարձրանալ, եթե ինձ հարցնես, զողություններ գուզե, զիջողություններ գուզե, եւ նոր նախատասություններ գուզե, գբահանջ է։ Ուրեմն խոսքի մտքի խղճի ազատություն պիտի դաս քու երկրիդ մեջ, եթե բեդություն ես։ Եվ անոր մեջը ինչու՞ չէ մարտիկալ եթե ելան, ես մուսուլման եմ, հայ եմ, բայց մուսուլման եմ։ Եթե ասեն չեմ գիտեր անոնք որքան պիտի ընդունին, բայց այո հարցում է թե հայ ժողովուրդը անոնց որքան պիտի ընդունի։ Բայց ես կխորիմ որ եթե բեդություն ենք եւ միայն ասկ չենք, ալ բادرաս պետք է ըլլանք գարկն զողություններով։ Իմ տեսակետի մեջ մենք հայերս երբեք հաջորդ 10, 20, 30 տարի մասին չենք մտածել։ Միշտ ուր որ գանք այդտեղ եւ նրա մասին կմտածենք ուր հաց հունգած հասկացողության։ Բայց քանի որ արդեն ինչպես ասեք եւ արդեն pedagoganություն ունենք, արդեն ասկությունի անտին հիմա մի դարբեր իրավիճակի մեջ ենք եւ շատ հարցեր մեր առջեւ եկան, արդյոք պիտի հասնի այդօրը որ մենք ավելի ընդլայնենք մեր մտածելակերպը։ Լավ բան կորզեցի, որ ավակայի մասին չեն խոսիր։ Ինչու ավակայի մասին շատ չեն խոսիր, որովհետև մենք բավական անցյալի շղթայված ենք, ադորամար չենք քննար խոսիր։ Որքան որ անցյալի այսպես շղթայված պիտի մնանք, ավակայի մասին ավելի քիչ պիտի կարենանք։ Եվ այսօր ես կխորեմ որ հայ աշխարհի ամենակարևոր բագասն է իր ինքնության առաջին քիդին վրա չփարսացնել աբական այսօր ինքնության առաջին քիդին վրա գա միայն անցյալը անցյալի արավելությունները անցյալի բացմությունը եւ սա գնշանագի արդեն բաղբանողական թիրք իսկ այսօր եթե աբակայի մասին մենք աբական առաջին քիդին վրա եթե չփերենք այնադեն ես կխորիմ որ բեդություն ենք նայեցեք հիմա անոր համար պետք է բերենք եթե բեդություն չլայենք միայն ասկ մնայինք ես ալգխորեի որ անցյալը մեր անցյալը առաջին քիծը վրա միշտ պետք է մնա քանի որ մեզի ադիգա պիտի բաղբանե բայց ես կխորիմ որ եթե չգարենանք ադիգա անել մեր անցյալը որ մեզի բահեց մինչև այսօր խարիսկ եղավ մեզի համար որովհետեւ չգործվենք չմեռնենք բայց եթե այսպես շարունակենք միայն անցյալը մեր բարիս բոլալով ընդունելու ես կխորիմ որ անցյալը գրնա մեր փանդը դառնա այսօր Թուրքիո մեջի հայկական քաղաքտոջախները ասենք կոչեն քանի որ Արեմդան Հայաստանի մեջ չեմ գազե որ հայկական քոյություններ կան այսինքն իսլամը մեր այսօրվա ջանցած հայ քոյություն բայց բոլիս եւ Թուրքիո արեմուտքի մասը հայկական քաղաքտոջախներ քոյություն ունին ինչպես է իրենց վիճակը հայկական մեկ քաղաքտոջախ մը հայ համայնքը բոլսա հայ համայնքը գա անադոլի մեջ շատ քիչ մնացած է հայությունը միայն մակաֆլոկյուղը գա որ ընդանրապես հայ են եւ զանազան ուրիշ քաղաքներում մեջ մի քանի ընտանիքներ ինչպես իշեն Մալատիո մեջ 15 ընտանիք կա Սիվասի մեջ Սեպաստիո մեջ կա ընդանրապես բոլիս քաղաքտած են արդեն 1928-ին գհիշվի Լոզանի վավերաթուղթերում մեջ որ 300,000 հայ մնացած էր 170-ը Անադոլի մեջ արևմուտքի մեջ արևելքի մեջ ներողամիտ գտնվեցեք իսկ 130,000-ը արևմուտքի մեջ
այսօր մնացած է միայն 50 կամ 60,000 որ բան չունենք պոլիսի մեջ ունենք մենք 16 դպրոցներ 35 ավելի եկեղեցիներ միայն Իստանբուլի մեջ Արթուն համայնք մնե ողջ համայնք մնե իր այսպես եմ գոյությունը պահպանելու համար մինչև այսօր մեծ չանք տապած է եւ դակավինալ այդ աշխուժությամբ կդանի իր չանքը եւ ես կրնամ ասել որ սա վերջին դարիներու ընթացքին ալ գեցած է քիչ մը նահանջն ալ գեցած է արդակախտն ալ գեցած է եւ ավելի երկրի մեջ հիմա իր ինքնությունը պաշտպանելու եւ պահպանելու քիչ մը այսպես է Արավել քաչություն ունի մեր համայնքը, ավելի շատ կխոսի, կփնտրի իր իրավունքը։ Լավ է, գխորեմ, լավ է։ Արդյոք բոլսո մեջ այսօր բազմաթիվ են այդ մարդիկը, որ ցեզ նման իրավունք կբահանջեն, հայկական իրավունքը, կամ ավելի բահբանողական քիրքի վրա մի կյանք ենք ապրում այստեղ խաղաղ, ապրենք եւ չխառնվենք այս քաղաքական հարցերի մեջ։ Քաոթի մտածելակերպը ինչպես է։ Շիդագա ասոր բադասխանը սանգսեմ գանշուշցեր երկու փաննալ գա ասածնալ գա բայց մենք մտավորականներս չենք այբաներ կամ մեկի չենք դներ սա կամ մյուսը որ այդպես կխորի ասելով մեր բարդականությունը փոխել անոնց մտածելակերպը որ այո ավելի բահանջադեր լան իրենց իրավունքը փնտրեն եւ ոչ թե միայն բախբանողական այսին եղածով կոհանալ այդպես է բեդությունը մեզի այդպես բարդատրած է իրականության մեջ քուլուխուտ միշկը զարնե ցայնը լրե քեզ ինչ որ դված է անով կոհացիր եւ մեկ կոմենտ ցերկդ կառնե չես կնար ցայնը տանել կոնե եղածով կոհանան Սես ասոր պարկաստուզո դամ գսես եւ այլն բայց սա քեզի նահանջել է եւ փագ ապրիլը քեզի նահանջել է չազադեր ուրեմն լավ է որ փածվի քու ինքնությամբ քու անոնովոտ քու հոգիովոտ ուղագի քու քաղաքացիությանդ մեջ հոլովել քու ինքնությունը լուրջ կերպով եւ բահանջել որ ես այս երկրին քաղաքացին եմ եւ հայ եմ Երկու իրավունքներս ալ որ ունին կբահանջեմ Քիչ խոսենք ավակայի հասկացողության մասին եւ այսօր նույնիսկ բոլիս քաղաքի ավական հայկական հասկացողության մեջ այդ երեխան է բոլսո մեջ այդ բադանին է բոլսո մեջ որ հաջորդ 25 տարիներուն իր սեփական դունի մեջ է բիդաբրի եւ հայ ինքնությունը իրեն համար որչափ կարեւոր է բոլսո մեջ շատ կարեւոր է Շատ կարևոր է նույնիսկ սայալս եմ ցեզի քիչ մը բախտավոր ենք կարծեմ մենք որ թուրքերու հետ միասին գաբրինք եւ մեր ինքնությունը ադիգա ավելի մեզի բահելու համար քիչ մը ցեվոմ արաբելություն է բախտ կուտա բարձորինամ կուտամ կոնե ամեն օր 5 անգամ գլսեմ մզգիտին ցայնը եւ այն ադեն գիշեմ որ ես դարբեր եմ եւ քրիստոնյա եմ հայ սա անգամ արաբելություն գնեմ ես Իսկ կալով մեզի անտեպ եղած արկելքները եւ այլն անոնք մեզի ավելի գկրկրեմ որ մեր ինքնությունը պետք է բահենք մեր մշակույթը մեր եկեցի մեր դպրոցը այդ ուղղությամբ մենք կխորեմ որ արաբի լավ վիճակի մեջ ենք բայց հոս կարևոր է սա բարը որ հայ աշխարհը սկսած է շատ կորզածել եթե ինձ հարցնես ալ պետք է մեկի տնել Ինչ սել է նահանջիլ, ինչ սել է գործվիլ, ինչ սել է մեռնիլ։ Ես կխորեմ որ սա հոգեբանությունը ալ պետք է փոխվի։ Մեր ինքնության բացատրությունը պետք է իր նոր նախատեսությունները ստանա, որ նորեն գշեշտեմ, քանի որ ալ միայն ասկ չենք, ալ բեդություն ենք։ Ուրեմն անոր համապատասխան նոր նախատեսություններով մենք պետք է մեր ինքնությունը լեցնենք։ Ես կխորեմ որ ոչ պոլիսի մեջ, ոչ ալ համայն աշխարհի մեջ հայությունը ալ նահանջելու գործվելու իր այդ մեծ դարդը ալ պետք է մեկդիթ։ Նույնիսկ եթե խառնամոստություններ անգամ գլան, եթե նույնիսկ
հայախոսության նահանջ անգամ եթե գլա սա երկու աստակները երբեք ցուցանիշ պիտի չլան մեզի համար որ մենք մեր հայ ինքնությունը պիտի գործընծնենք ես կխորեմ որ մեր ինքնությունը արավել նոր նախատեսություններ ստանալով ավելի պիտի զարգանա եւ ովևէ մեկ հայ աշխարհի վրա որ դա երբեք պիտի չգործվի Քերեցիկ հարց մաշճա միտքից մեր ծագեցավ խարն ամուսնություններ այսօր բոսո մեջ վերջերջոր երկրորդի ասկսա 21-րդ տարին որ ժողովուրդներ գահարաճ թիմեն մարդկային դվյալն դարբեր մտածելակերպի իրավիճակի մեջ մտածե եւ այդ անցյալի բահբանողական որ նույնիսկ մեկը պետք է ամուսնալ իր քյուրի անհադին հետ քյուրեցին ոչ թե թիմացի այլ նույն ասկով ուրիշ կեն արդյոք այսօր բոսո մեջ այդ փոքրիկ հայ համայնքը որ կոյություն ունի խարն ամուսնություններու թիվը շատացած է կոյություն ունի անցյալին անուններ կամ այսօր բոլորին դարձել անցյալին այսքան շատ չէր ցավոք սրդի հիմա ավելի շատացած է ես ցավոք սրդի գսեմ որտեվ այո ես ալ 3 զավակներ ունիմ 2 աղջիկներ մեծ մեկ մանչս ամուսնացավ արդեն բայց 2 աղջիկներ ունիմ որ իմ սրտես ինչու՞ չէ լուրջ կերպով կփապակին որ հայու հետ ամուսնանան բայց սա իմ փապակն է սա իմ գարելյության հարցը չէ եւ հետո իրենց կյանքը պիտի ընդրենի վերջը բայց ասենք որ բադահի իմ քլուխս կա եւ աղջիկս ամուսնանա օդարի հետ թուրք կամ ուրիշ մեկում հետ ես այն ադեն այո հոգեբանություն ունալով հավանաբար ընկճված պիտի լամ իմ մեջս պիտի չգարենամ ընդունիտ բայց այն ադեն պիտի բայկարիմ ինքսինքս համոզելով թե սա պետք է գորուս նկատեն թե շահ աղջիկս կորսվեցավ թե դղան շահեցա եւ պիտի նայեմ որ շահիմ սա հարց է աշխարհի 4 կողմը հայության համար հարց է բայց եթե աթարցը մենք չենք գրնար մեր սա հիմա ուժով լուծել եւ անոր թիմացը գբարդվին կարծես թե պետք է մեր հոգեբանությունը բարդության նկատմամբ փոխենք նայենք որ ինչ պիտի շահենք եւ շահելու համար աշխատենք ես կխորեմ եւ նոր նախատեսություններ որ գսեմ գհոլովեմ միշտ ինքնության մեջ դերևս ասանք արիտներով ավելի շատ պիտի շատնանա հետաքրքիր որ նույն քաղաքարի մեջ են ես միշտ գադագով գսեմ որ նախընտրելի է որ երկրակունքի վրա 60 միլիոն հայ լինենք որից մեջ են 10 միլիոնը սև հայեր են 20 միլիոնը տեղին հայեր են 10 միլիոնը գաբույտ հայեր են օրինակի համար ավելի նախնդրել է որ թիվով շատանանք եւ նրանց հայտ դարձնենք քան թե որ ավանդական մտածելակերպի մեջ մնալով որ այս ցեղը իր յուրահատուկ գեցվածք ունի եւ եթե այդպես մնանք իմ տեսակետով որ հաճիկը 100 տարիներուն իբր ցեղ գգործնվենք գուսամ որ ավելի ճշմարիտ կդառնանք եւ կտեսնենք որ սա իրականություն է որ մեր զավակներուն արչեւ երկրակունքի բիլիոնավոր ժողովրդի արչեւ ներդած են իրենց քանի որ գնան ջամփորդել ուզած դեղի եւ տալ դարբեր մարդկանց արչեւ հանդիպելով արդյոք պիտի կորսնցնենք հայը կամ պիտի շահենք օդարը սեներ այսօր նոյեմբերի 1 իմ հյուրս է Հրանտ Դինք ագոստ 1-ի որ գրադարակվի Իստանբուլ քաղաքի մեջ Թուրքիա թուրքերեն լեզվով 12 էջերուն 10 էջերը թուրքերեն 2 էջը հայերեն այդ թերթն է առաջին թերթն է որ թուրքերենով կանտրատարնա քաղաքական իրադարձության մասին եւ Իստանբուլի մեջի հայ օջախի իրավունքների մասին ինչպես որ գիտեք Երանի այդ օրը որ մենք հայերս կրնանք նվազագույնը մի 4-5 միլիոն քանակությամբ թուրքերեն քիրքեր հրադարագենք հայկական ցեղասպանության մասին եւ նրանք դրամատրենք աշխարհի բոլոր թուրքերուն որ նրանց քաղաքավները ճշմարտության առջև հասնին եւ կարողանանք մեր հարցը իսկապես սեղանի վրա տնենք եւ խոսենք սա բարձրապես իմ փափակն է գնաց ես մեր շատերը դարբեր տեսակ մտածեք բայց սա իմ մտածելակերպն է այժմ սեներ արիթի բիդեն զայվեցի որ դուք ծեր բարի լույսը փոխանցեք բայց նախքան ադեգա իդ վերադառնամ եւ խոսիմ բարոն Հրանտ Դինքին հետ ծեր այցելությունը
այսօր Միացյալ Նահանգներ ինչ նպատակով եղած է։ Ինձ հրավիրեցին Armenian Bar Association-ը, որ իրենք Փիլադելֆիա ժողովում ունի, եւ ես հոն իրենց ելույթ ունեցա, եւ հետո Բոլսայի միությունը իր 30-ամյակը գտոնի Լոս Անջելեսի իրենք հրավիրեցին, որ ամսուն 4-ին գարձեմ ջաշկերույթ ունին, անոր պիտի մասնակցին եւ գարձեմ ամսուն 5-ին ալ առաջնորդարանի մեջ ցերեգեն վերջը ելույթն ու պիտի ունենամ։ Ուրեմն շատ գարջ ժամանակով այցելած եք ասել որոշ բզիկ հանդիպումների համար։ Այո, այդքան բարձ։ Ուրեմն սեներ այժմ Փարի լույսը եւ գիտեք թե Լոս Անջելեսի հայությունը երկրակունքի ամենահզոր քաղաքտոջախը, ամենագրթված քաղաքտոջախը, ամենահայասեր քաղաքտոջախը, ամենալավ քաղաքտոջախն է, այդպես չէ։ Փարի լույս։ Փարի լույս։ Այո, Փարև։ այո, Ինչպես եք։ Հերադեսի ցայնը փագեցեք, հերախոսով լսեցեք եւ խոսեցեք։ Փարի լույս։ բարև Փարև ձեզ։ ողջունում եմ ձեր հյուրին, Շնորհակալ պարոն Հրապտիկին։ Գնաք հերադեսի ցայնը փագել, որ միայն թե հերախոսով խոսեք եւ լսեք։ Ձայնը փակված է։ Սիրով ողջունում եմ, այո, սիրով ողջունում եմ Հրապտիկին։ Կարդացել էի իրեն մասին, մեր թերթերում եւ այլն, շատ լավ գիտեի իրեն, բայց չերկարացնելու համար երկու հարց ունեմ։ Սիրելի Հրապտիկ, 1915 թվականին էլ մեր Ստամբուլի գաղութը արթուն եւ ողջ էր։ Ունենք եկեղեցիներ, մշակութային կենտրոններ, հրաշալի մտավորականություն, նույնը ունենք 88 թվին Բաքվում եւ Սումգայիթում, բայց երբ թուրքը կատաղում է, դրա համար նշանակություն չունի։ Մենք ինչպիսի եկեղեցի ու դպրոց ունենք, եւ հիշում եմ ես Հյուգոյի խոսքերը, երբ ասում էր այստեղով թուրքն է անցել, ինչ եք կարծում, շարունակել մնալ թուրքական որջում, լավ է ունենալ եկեղեցիներ դպրոցներ, թե դուրս գալ Ստամբուլից, գալ կենտրոնանալ Հայաստանում, ես այդպես եմ մտածում, գուցե սխալ եմ, կենտրոնանալ Հայաստանում եւ ուժերը ներդնել հայրենիքը շենացնելու համար, որքան կարող ենք մեր թշնամու հետ կողք կողքի ապրել։ Ինչու համար։ Ես գուցե չեմ հասկանում, դուք այնտեղի մարդ եք, գուցե բացատրեք։ Ինչու համար ենք ապրում Թուրքի կողքին։ Շնորհակալություն ձեր հարցումին, խնդրեմ։ Հաջող կուկա այս հարցումը, բայց ես շատ կզարմանամ, երբ այս հարցումը գարցվի, Բոլսայությունը գաբրի իր բաբերուն 4000 դարվա ավրացողերում վրա այսօր ինչու պիտի թողունք, ինչու պիտի ցկենք, պիտի երթանք։ Սա զարմանալի է ինձ համար, շատ զարմանալի է ինձ համար։ Ինչու մեր եկեցիները, մեր դպրոցները պիտի չպահպանենք, պիտի ցկենք, պիտի երթանք։ Շատ ավելորդ հարցում կնկատի մասին։ Հերակրականի օրինակի համար այս մտածելակերպը բարձրապես Թուրքի հանդեպ էր եւ եթե վարգամը մտածենք որ մենք այսօր Ամերիկայի մեջ նույն այս ցեղին մեջը մեր դպրոցները, մեր եկեղեցիները, մեր ակումբները կբահենք եւ կպաշտպանենք կամ Աֆրիկայի ոյ մեկ ուրիշ քաղաքի մեջ կամ Եվրոպայի ոյ մեկ ուրիշ քաղաքի մեջ ինչու այդ եթե այդ դեսագի մտածելակերպ կա չէ հոն ինքը ուղղակի բարձրապես կհարցնե եւ գշեշտե վրան թշնամիին հետ ինչու միասին ապրիլ Ադիգա յալ ինձի դարբեր գուկա եթե ես թշնամի յալ միասին չեմ ապրիր ինձ համար թշնամի բարը այդքան հեշտ բարմը չէ այո Թուրքիո մեջ կան թուրքեր որ հայու թշնամի գրնան լալ բայց Թուրքիո մեջ կան թուրքեր որ այսօր հայը ավելի հայերուն իրավունքներն ալ կպաշտպանեն Ուրեմն ազգը թշնամի լալով նկատել եւ ստայնն բարվել եւ ցանկ ունենալ ես այդքան արտիական գեցված լալով չեմ նկատել բայց անշուշտ գպապակին որ իրենք ալ իրենց մտայնությունը ժամանակի ընթացքին փոխեն Փարի լույս Փարիս Ստեփան Փարև Երմորեն ողջունեք ներկայությունը բարոն Հրապտիկի
իրեն հետևող յասոները մեկն են, որ ինքը չերմորեն գվաշպանե խոսքի ազատությունը։ Միայն ուզեի ուղղել հետևյալ հարցումը։ Ինչու արդյոք բարոն Հրանտ Դինքը թեմը այն որոշումը արավ Ֆրանսայի խորհրդարանը, որ գբաչի պլանով, որ կուրանան հայոց ցեղասպանությունը։ Շատ շնորհակալ ենք, հաջողություններ գավարտեք բարոն Դինքին։ Շնորհակալություն, շնորհակալ եմ այս հարցումին համար, որ ինձ արիտ դրեցա, որ իմ գեցվածքը անգամս եւս արդահայտեմ։ Այո, շատ շիդագ է, որ Ֆրանսայի այդ կանոնակիցի մասին թեմեմ եւ թեմալ բիդելլա մասկե վերջը, քանի որ մի քանի դեսագետները այդ նախագիծը անիմաց կգտնամ եւ նույնիսկ հայ տադի կամ հայ աբակայի հաշվին ալ իբր դգարություն գտեսնամ ադիկա ասեմ ցեզի մեմը աշխարհի միջազգային կետնի վրա մարդկության համար աշխարհի բերություններով համար այո կարևոր է ցեղասպանության թեմ բայկար դանելու բադասխանադվությունը ադիգա շատ կարևոր է եւ միջազգային բադասխանադվությունը ադիգա բայց նույնադեն միջազգային մարդկային իրավունք է խոսքի ազատությունը եւ մենք եթե բադասխանադվությունը միջազգային բադասխանադվությունը դեղը պիտի բերենք զոհելով անոր միջազգային իրավունքը սա անիմաստ է Առանց միջազգային մարդկային իրավունք ու զոհելու մենք կգնանք ուրիշ ցևերով պաշտպանել մեր այդ բադասխանադվությունը եւ ցանկի գոչել ադոր գահավադամ սա մեկ եւ ինձ համար խոսքի ազատությունը շատ կարեւոր է որովհետեւ իմ երկրից մեջ արդեն ես կբահանջեմ խոսքի ազատություն եւ արդեն խոսքի ազատության համար է որ թադարան կդրվին բահանջելուս համար է որ թադարան կդրվին եւ ես խոսքի ազատությունը կբահանջեմ թե Թուրքիայի մեջ, թե Ֆրանսիայի մեջ, թե Հայաստանի մեջ եւ թե ամենտեղ։ Որտեղ այսօր գավադամ ուրիշ բանի համար ինչպես հիշեցի նորեն հիշեմ։ Մենք ալ ասկ չենք, ալ բեդություն ենք։ Եվ եթե բեդությանն որ սպիրկը գուզե երկաղաքացիություն, նույնադեն քաղաքացիներ բիդելանք մենք։ Մենք անհատները լալով պետք է ժողովրդավար կեցվածքներ ունենանք։ Որբեսի մեր բեդությունը ժողովրդավարական բեդություն դառնա առանց մեր ժողովրդավարականության երկրին բեդությունը ժողովրդավարական բեդություն չգրնար դառնալ ասիգա առաջինքից պետք է շարունակեմ ասիգա իսկ կալով Ֆրանսիայի նախագիծը մի քանի տեսակետ է ինչ շահ կբերե ինչ վնաս կբերե տեսակետը մեծ վնաս կբերավ արդեն հայության սա միջազգային կետնի վրա ցեղասպանության ճանաչման բայկարին որովհետև մինչև այսօր ժողովուրդները, բեդությունները, հայերը վեր բռնեցին այսպես անիրավության ենթարկված ժողովուրդ մնալու։ Բայց հիմա որ թուրքերուն այս իրավունք ու խոսքի ազատությունը ցերկեն առնող այս օրինակը թուրքերը հիմա գուրախանան արդեն եւ գուրախանան արդեն որ միջազգային կետնի վրա հիմա իրենք քիչ անիրավության ենթարկված վիճակի մեջ գտնվեցան եւ իրենց Բաշտոնական գեցվածքը ասկի վերջը պիտի շարունակեն մեզի չեք խոսեցներ եւ սա դարիլություն անոն ցերկը դրվեցավ զարմանալի դեկիդություն կնկատեմ ասիկա եւ այսօր համար միշտ պիտի բայկարիմ իսկ երրորդը եթե գուզենք որ թուրքերը փոխվին իրականությունը հասկանան ճշմարտությունը հասկանան բարձ է սա մարդը ինչ որ գխորի իր մտքի մեջ իր պերնեն ադիգա պետք է թուրսանե որ ներսը նորը լեցվի այս կամ բարձ է պետք է խոսին որովհետև ես կհավատամ որ թուրքը խոսելով է որ իրականությունը պիտի գիտնա եւ պիտի ճանչնա ոչ թե միայն խորելով եթե միայն խորելով այսպես մնա երբեք եւ երբեք պիտի չփոխվի թուրքը ցկեցեք որ թող խոսին խոսելով արդեն մեր տադը անոնք որքան որ խոսին մեր տադը այնքան եւ այնքան պիտի բարձրանա Փարի լույս Բարի լույս Բարև եւ բարի կալուստ կմարտեմ մեր յուրին
մեր արկելուժարն ինտույն մեր կաչ և արի հյուրին, ուրեմն ես երկու հարց ունիմ, նախ առաջինը կառնամուսնություններու հավելումը, որտավ գբաճար ենձի, որուն համը ես նայեցա, համդեսեցի, պոլիս մեր զանոտները մեգուն աղջիկը ամուսնացած էր, և անոր աղջիկը հոսյուր եղավ, և մենք հյուրացիցեցինք զինքը, չգրցանք մեկ պար տերնեն հայերեն պար հանել, ուրեմն այդ հայ մայր այդ կեղեցկուին, բորսական կեղեցկուին, չեր գրծած իր զավագին մեկ հատ հայգական պար վարժեցնել, և իրեն երբ որսինք, why you don't speak Armenian, because հասկացանք իր մեկ, because ալտուկ ինչով գրնակ թարգմանել չեմ գիտեր, երկրորդ հարցս, ես հաջախ մտածած եմ ասմասին, որ Հայաստանի կառավարությունը ռադիո հաղորդումներ դեք չէ դա թրկերենով դեպի Թուրքիա, մեր այն ժողովրդին, որոնք իսլամատած են, իրաբես կամ արերես, որոնց սրդի մեջի այդ բզդիկ կայզը, որ մնացած է արցնցն է, որտեղ գան այդ բիսիներ և մեր բեդությունը ես կխորին, որ պետք է թրկական լեզվով սայնասպրումներն է նույնիսկ հերադեսիլով այդ ժողովուրդը գանչեդուն կոնե եթե 105 գրնանք, 110 գրնանք գանչել դուն, բայմանավ որ հոներ սալեն վերջը թյուրք չսեն այդ հայրենիք կացողներուն, այդ ալբադարած է։ Շարագացուն Արութ, շարագացուն, խնդրեմ բան հրան։ Գասկնամ առաջին իր մատնանշում խառնամուսնություններով մասին իր հոգեբանությունը և գցայնակցիմ ինչու չէ ես ալ իրեն չապ կոզվիմ այդպիսի շրջաններում, բայց ըսի և հիշեցի, ասոնք անցողագի շրջաններ են, գորուստներ են մեզի համար, բայց մենք պիտի խորենք, որ այդ բզդիկ աղջիկն է, որքան որ հայերեն չգրնար հիմա խոսիլ, նորեն ալ պիտի չգործվի, մենք ունենք պայմաններ, պիտի ստեղծենք պայմաններ, որ ամեն մեկ գործվածը գտնենք և ամեն մեկ մերածը գրգին մողջնցնենք։ Սա արդեն Սուրբ Գիրքի պատգամ է մեզի համար, արդեն Քրիստոսի պատգամն է և ես հիմա հոս կհիշեմ այդ մեծ բադրիարքը, շնորհք բադրիարքը և այնգի առաջվան Քարիքին Խաչատուրյան բադրիարքները, որ Անադոլի մեջ գործված հայության համար ինչ չանք տապեցին և մեզի ազատեցին, բոլիսպերին, թվրոցներում մեջ մեզի մեծուցին և այսօր և մենք կանք։ Ես գծայնակցին նաև, որ հայ աշխարհը ունի իր արջևը, այո, իր այս գործվածը գտնելու, մերածը ողջունցնելու նույն բայկարը ևս Անադոլի մեջ, հոգ մի ենեք, ժամանակը այդպես պիտի կա, որ այդ երկրի մեջ են ելած այդ ժողովրդավարականությունը արդեն ինքը պիտի ստեղծե իր գարելիությունները, որ այդ մեր բաբերուն, այսպես ասենք, և ընդունենք մեր բաբերը լալով անոնց նոր սերունդները այդ գիտակցության օրմը պիտի հանքին և պիտի հբարդանան իրենց անցյալով և ադիկա պիտի գարենան խոստովանին։ Ես ունիմ այդ լույսը իմ այսպես եմ աբակայիս մեջ։ Երկրորդ հարցը, որ արդյոք Հայաստանի բերությունը գա արդեն, գա Հայաստանի մեջ թրկական ռադիոգայան բաժինը գա, որ հաղորդումներ շադոնց 30 տարիները ավելի գնե և ադիգա այդ արևելքի զանազան թրկական նահանգներում մեջ ընդհանրապես մդիկ գնեն քյուրդերը և անդել։ Իսկ հայկական հարցի կապակցությամբ Ոչ, չեմ գիտեր ինչ հաղորդումներ գնե, բայց գա թրքերեն հաղորդում գա, որ երբեմն ես ալ եթե Հայաստան գերտամ, իրենց գհանդիպիմ և ելույթներ գունենանք միասին։ Փարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ողջունում եմ հյուրին, պարոն Դինկին։ Ես մի հարց ունեմ, ես ադրբեջանահայ եմ, Շամախու շրջան, և 18 թվին, երբ որ թուրքերը անցան Շամախիով 10 հայկական գյուղ կար, 2-ը վերացրին, իմ հայրս էլ ворդ մնաց, իրանց ասկարները կոտորեցին, այսինքն իր հորը, բացիկ չենք տեսել, տատիկ չենք տեսել,
երեխաներին կրակել են 4 տարեկան, 7 տարեկան։ Հիմա դուք ասում եք, որ այդ ֆրանսիական որոշումը խոսքի ազատության դեմ է։ Եթե դա փաստ է, որ պապը հայրս մնացել է ողջ թուրքերի կոտորածությունից հետո, եւ մյուսը ասում է չի եղել այդ սպանողը կամ սպանողի ընկերները, դա ինչ խոսքի ազատության մասին է գնում խոսքը։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Շնորհակալություն։ Պատասխան չեմ դար։ Այս կեցվածքին, այս մտայնության պատասխան չեմ դար։ Ձեր պատասխանը բավական հստակ է։ Շատ հստակ է, պատասխանը հիմա Ադրբեջանի մեջ բադած այդ ոչիրները ինչու չհասկնամ, բայց ադիգա ինչու խոսքի ազատության հետ հագագշրեմ, ինչու հագագշրեմ։ Եթե նայիկ բարոնին պես ուրիշ թուրքեր դարբեր այսպես գխոսին, ուրեմն եթե հարցը սա է, սանգսեմ, ավելի ճիշտ է սանգսեմ, հայ աշխարհը մինչև այսօր ապրեցավ եւ իր քոյությունը շարունակեց ընդհանրապես իր սրդով եւ ես ալ գծայնակցին բարոնին իր սրդին այդ սիրտն է որ ապրեցուց մեզ բայց նորեն գիշեմ եթե ասկես սրդով գնաս ապրիլ բայց եթե բեդություն ես պետք է խելքով ապրես ուրեմն մենք հիմա պետք է մեր խելքը մեր սիրտին հետ համերաշխ կերպով միասին ապրեցնենք եւ հայ աշխարհի շահերը ինչ կբահանչեն ավակային մեզ մե ադիգա այո առանց մեր սիրտը գործունեելով բայց մեր խելքն անպայման եւ անպայման անոր հետ միասնացնելով պետք է դանենք մեր բայկարը Փարի Լուիս Փարև Պարոն Ստեփան ուրախ եմ այսօր ձեր հաղորդման համար Շնորհակալություն ուզում եմ ոչ թե հարց տալ, այլ մի բան ավելացնել պարոն Հրանտիկին, որ ինքը շատ ճիշտ կանի եւ իր նմանները եւ ճիշտ է անում, որ մնում են այնտեղ, գիտեմ, որ շատ դժվար է, բայց մեր հողերը դրանք են եւ ժամանակը պիտի գա, համբերությունը կյանք է, որ մենք նորից միանանք մեր հողերի եւ ուզում եմ ասեմ, մենք հայերով ես փոքր ժամանակ իմ հայրս խոսք ուներ, մենք կանք պիտի լինենք ու պիտի շատանանք։ Մի հատ էլ ոտանավոր կարելի է ասել եւ վերջ։ Հիմա ոտանավորի ժամանակ չէ, նորից զգացումներու գերտանք։ Տերավ Ստեփան ջան։ Շնորհակալություն։ Փարի Լուիս Պարի Լուիս, բարոն Դինքին Երևան հանդիպեցա մոտ մեկ ամիս առաջ, բարոներան ձեզ մե բաժնվել են վերջ Վրաստանի վրայով արևմտյան Հայաստան կացի, Անգեգիլիգիա եւ այլն։ Մեկ հարցում ունիմ։ Այսօրվա թուրք հասկացողությունը, թուրքություն հասկացողությունը, ինչ որ նկատեցի արևմտյան Հայաստանի եւ Գիլիգիո մեջ եւ շատերու հետ խոսեցա, իբրև լրակրող, ինչ որ ամերիկացի է եւ դարբեր հասկություններ ունի։ Արդյոք այդ հասկացողությունը չի գա թրկություն հասկացողության մեջ, թուրք հասկացողության մեջ եւ ադիգա շատ վտանգավոր տարածքը հագցված է բոլոր թուրքիո տարածքին, որ առաջ թուրք են, վերջը դարբեր հասկություններու կպատկանին եւ ադոր համար ինչ աշխատանք կդարվի ծեր գոմե հասկացնելու համար, որ հայկական օրինակ հայությունը բոլորովին դարբեր միավոր մնե որովհետև ահավոր հողերեն արմադախիլ եղած են մեկ, երկու մշակութային սպանթը կա երորդ ահավոր գրնա միջազգային քաղաքականության հանգույցին եթե հայկական հարցը տրվի ահավոր անգումի մգրնա ենթարգվիլ փախումներու ենթարգվիլ ինչ որ դուք կսեք պարոն Հրանտ գխորիմ որ բիդի վնասե հայ ժողովրդի քոյության շրջանին մեջ ցերասպանության կզո որովհետև հոտ ահավոր ոչիրը կորձված է եւ այդ ոչիրին
կորձվածներուն սերունդը գաբրի հոն պաստ է, որ գրոնքը փոխած է եւ իսլամացած է, բռնի եղած է, վախով եղած է եւ այլն։ Հոս կարևոր հարց կա թրկության հարցը թուրք հասկացողության հետ, որ մեր մտքի մեջ կա չէ, այլ ամերիկացի հասկացողություն նոր ազգ գազմված է ըստ իրենց որ ես տեսա։ Օրինակ թուրք կատնի ոստիգանը մեզի գայդվել, ես ուղղակի կոնֆրոնտեր իրեմ։ Եվ հետո ծանր վիճակահանություն եղավ, եւ ասի որ տուն բացարձակ թուրքի չես նմանիր, տուն հայուկը նմանիս։ Դարձավ ինչը կստիվե քեզի, ասի աչքերդ, քանգդ եւ այլն, ասավ Աթաթուրքը մեզի թրկության գաղափարը տվավ, իրարու հետ համերաշխ ապրելու։ Հիմա ես ցեզի կարծնեմ բարոն Հրանտ, ինչպես կմեկնաբանեք այս երևույթը։ Շնորհակալություն Ջորջ Բիլի անչադեմ, քանի որ թե մեկ վարյան ունի բարոն Դինքը բարձրանի, շատ այո։ Բայց երկար պատասխան պետք էր, ինչ որ շատ կարճ սա ասեմ, որ հիմա այդ թուրքը եւ թուրքիացի բարը Թուրքիո մեջ արդեն այսպես ասենք մեծ վիճապանության հարց է, քանի որ Թուրքիո մեջ անհատներ ալը սկսած են, որ ես թուրքիացի եմ, բայց թուրք չեմ, քուրդ եմ, լազ եմ, հայ եմ, ըսողներ ելան, իսկ պետական վարչագազը մադիգա մեզի գբարդատրե, որ ամենքս մենք մեզի պետք է թուրք հրճագենք, ուրեմն հոն արդեն հիմա ասիգա մեծ հարց է եւ արդեն ոչ թե միայն հայկական հարցը, քրդական հարցը գա այդ ուղղությամբ եւ այլն, բայց ես արդեն հիշեցի, որ իմ առաջին իմ թադը եղավ այդ բարձ նախատեսությունս համար, որ ես թուրք չեմ, թուրքիացի եմ, ըսի ասելով։ Այո։ Եվ հայ եմ ըսի ասելով։ Ուրեմն ես կհավատամ, որ Թուրքիո ժողովրդավարականացման շարժումին ընթացքին թուրքիացի հրճակվելը, ինչպես ամերիկացի, թուրքիացի հրճակվելը ես պիտի խորիմ, որ ավելի շատ ընդունելություն պիտի գտնա հասարակության մեջ եւ հուսամ, որ այդպես կլա։ Շնորհակալություն ման Հրանտ, որ այս քերեցիկ արավոդյան բարի լույս իրարու փոխանակեցին եւ ժողովուրդն իր բարի լույսը փոխանակեց։ Սեներ ուրեմն այս կիրագի գեսորեն յետքը գլանոքսի վրա հայկական արաքելական եկեղեցու առաջնորդրանին սրահեն ներս հանդիպումը գաբարուն Հրանտ Դինքի հետ, նրանք որ գուզեն գնան այդտեղ հանդիպիլ իրեն։ Իսկ ես բազաբես ցեզեսեմ, որ այսօր նոյեմբերի 1-ն է, շնորհավոր ըլլա նոյեմբեր ամիսը հայ ժողովրդին, քանի որ գիտեք, չէ, մենք միշտ կփնտրենք արիտներ, որ իրարու շնորհավորենք։ Այսօր նոյեմբերի 1-ն է։ Բարի լույս։